Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 10-ը։ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը հայտարարել է. այդ գործընթացի հիմնարար փաստաթուղթը Ալմաթայի հռչակագիրն է։ Գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրի ծավալների աճը, Փաշինյանից խնդրելով առևտրի թվեր ներկայացնել, ապա հակադարձել նրան, թե թվերն ավելի բարձր են։ Դրանից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է տվյալները հրապարակել, ընդգծելով Փաշինյանի ճշմարտացիությունը։ Իդեպ նիստից առաջ իր էքսցենտրիկ վարքով միշտ աչքի ընկնող Բելարուսի նախագահն է կատակել Ալիևի հետ Փաշինյանի այցի վերաբերյալ ասելով. Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք անհանգստանում եք, որ չի գա։ Ասում էի, չէ՞ որ Նիկոլ Վովայևիչն առանց մեզ ոչ մի տեղ։ Ի պատասխան Փաշինյանն է խոսել. ինչպես չեմ գա, ուր չեմ գա։ Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հսկայական ծխի սյունը տեսանելի էր մի քանի տասնյակ կիլոմետրից։ Դատական նիստում Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը մնաց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։ Ըստ մեղադրանքի 2006-ից 15 թվականներին Սարգսյանը չարաշահել է պաշտոնը մի քանի դրվագով։ Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանի որդին։ Նա երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, պատերազմին մասնակցել է որպես ռազմական բժիշկ։ Մինչ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հերթով թվարկում էր աշխարհում իր հաստատած խաղաղությունները, Նոբելյան մրցանակը շնորհվեց Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին ժողովրդի դեմոկրատական իրավունքների պաշտպանության համար։ Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ վերադառնում են տուն այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը սկսել են հետ քաշվել Գազայի որոշ հատվածներից։ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի պայմանավորվածությունն արդեն ուժի մեջ է։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։